Բարև ձեզ հարգելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, նկատեցի, որ համացանցում տարածվեց օկուպացիոն ռեժիմի պարագլխի նոր նախաձեռնության մասին հայտարարությունը, որ ասում է բարոյական եւ իրավական բոլոր հիմքերը կան, որպեսզի եկեղեցուն խլեն մեր հնամենի տաճարները, եկեղեցիները էլի, այսինքն հայ առաքելական եկեղեցուց խլեն մեր եկեղեցիները, որ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ այնտեղ հայ առաքելական եկեղեցին հոգևոր սպասավորություն է իրականացրել, միջնադարյան եւ այլն, եւ դրանք հանձնել Տեր Արամա, ինչ շատ ներողություն, Աստված ջան, Տեր Արամ, Ստյոպիկ ասատրյանակերպ ինչ-որ կերպարներին, որոնք որ կհայտնվեն դաշտում, այսինքն այն ենթադրյալ դավաճաններին, որոնք որ կդավաճանեն մեր մայր եկեղեցուն եւ իր կողքը կկանգնեն, ինչպես Ստյոպիկ Ասատրյանը արեց եւ Հովանավանքի մասին է խոսում եւ այլն։ Մի քանի նկատառումներով եմ ուզում կիսվեմ սրա հետ կապված շատ արագ, որովհետեւ տեսնում եմ ինչ որ վայվուի պես մի բան համացանցում, вообще վայվուի բան չկա։ Պատկերացրեք, թե մեր եկեղեցու, ընդ որում եկեղեցի ասելով մեզ բոլորիս եմ հասկանում, մենք եկեղեցու մաս ենք։ Մենք դες չի որ եկեղեցու կողքին են, որ ասում են մենք եկեղեցու կողքին ենք, մենք եկեղեցու կողքին չենք, մենք եկեղեցու մաս ենք։ Մեր եկեղեցու համահավաք եւ իմաստուն քայլերը վերեցին նրան, որ արդեն հերթական իր օպերացիան հավանաբար հետաձգվում է, հավանաբար տեսնենք։ Եվ այլ տարբերակ է ընտրել, այդ տարբերակը ամենաայլանդակ տարբերակն է տրոհել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն նույնիսկ ոչ թե տրոհել, այլ նոր եկեղեցի բացել ոչ առաքելական սկզբունքներով, դասական բողոքական սկզբունքների մասին է այստեղ խոսքը, որտեղ հնարավոր չէ առաքելական սկզբունքով առաջնորդվելով ինչ-որ համայնքի մասին խոսել, ինչ համայնք։ Դա բողոքական եկեղեցիների սկզբունքն է, ինչ-որ ամեն մեկը իր համայնքը ունի, ով ինչ ուզի խոսի, ով ինչ ուզի քարոզի, ով ինչ ուզի, ինչ-որ ընդհանուր սկզբունքների ներքո, այսպես ասած, աստվածաշունչ ընթերցողների ինչ-որ միությունների պես մի բան, որոնք ոչ խորհուրդ են ընդունում, ոչ խորհրդակատարություն են ընդունում, ոչ էլ առաքելական հաջորդություն են ընդունում։ Այսպես մի բան է իր այսօրվա ասածը, որովհետև ոչ մի կերպ հնարավոր չի հիմնավորել, որ Ստյոպիկ Ասատրյանը, որին ժամանակին տրված էր Տեր Արամ հոգևոր բարձր անունը, եւ ով էլ որ շնորհել է, այլ հետա վերցրել, ասել է դու արժանի չես։ Երկար ժամանակ տրամադրելով ապաշխարության, մեղքերը քավելու համար, բայց պարզվեց, որ մեղքերի մի ամբողջ գործարան է դարել այդ անձնավորության հոգին։ Եվ գիտեք, ես վերջերս նկատել եք, որ ես այս հարցերով հետաքրքրվում եմ ոչ հարցակման համատեքստում, այլ ավելի վաղ, դա էլ է հետաքրքիր պատմություն, ոնց սկսեցի ավելի հետաքրքրվել այս հարցերով, հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, սովորական աշխարհական մարդ եմ, հետ սովետական ընտանիքից, մեր ընտանիքը երբեք այսպես հատուկ կապ եկեղեցու հետ չի ունեցել, միակ բանը այն է, որ շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ ինչ պատճառներով, երևի թե նաև կարելի է ասել իմ պատճառով, իմ անհանգիստ լինելու պատճառով, շատ փոքր տարիքում, տենց 40-ի մեջ, 82 թվականին են ինձ մկրտել եւ շատ շնորհակալ եմ, անկեղծորեն շատ շնորհակալ եմ դրա համար, բայց օրինակ պատարագի խորհուրդը ես իմացել եմ ընդամենը մի քանի տարի առաջ, ես չէի իմանում ինչ է պատարագը։ Ես երկար ժամանակ, ինչպես շատ շատերը կարծում էին, որ քրիստոնյա լինելու թիվ 1 այսպես նշանը է նա, որ կարաս գնաս եկեղեցի մոմվարես։ Բայց
հասկանում ենք քրիստոնեության խորությունը եւ այլն, բայց դրա մասին չեմ ասում։ Հիմա տեսեք, ես կարդալով հին վանականների գրածները մեղքի մասին, որ տենց առաջին հասկից կարող է հնացած բան լինի, բայց մի շատ կարևոր միտք եմ հիշում, որ հենց որ մեղքը արդեն մտնում է մարդու մեջ, արդեն վсё, մնացածը հետևից գալիս է։ Հիմա այդ Սյոպիկ Ասատրյանը ափաշկարա բռնվել է սուտասանության վրա, ափաշկարա, ակնհայտ։ Հարցնում են, ասում են, հարցակրնվել ես, ասում է ոչ, բարձվում է լավ էլ հարցակրնվել է, լավ էլ այդպես ինչ որ իր քաղաքական առաջնորդի օկուպացիոն ռեժիմի պարագլխի թելն է թելել իր այսպես ցուցմունքով։ Հիմա բայց մի հատ շատ կարևոր բան։ Այսօր կարծեմ թե երեք հարցնում են լրագրողները, ասում են այ ընկեր, այս Սյոպիկ մի հատ կարած բացատրես թե այն ժամանակ որ քեզ հարցրեցինք, դու ասեցիր ես չեմ հարցակրնվել, ցուցմունք չեմ տվել, բայց ո՞նց եղավ որ պարզվեց որ ցուցմունք տված ես եղել։ Ինչ է ասում։ Ասում է ինձ քննիչները ասեցին, որ ես իրավունք չունեմ դրա մասին խոսել, ասեցին ոչ մեկին չասես։ Հիմա այստեղ մի քանի իրավական բարձաբանում եմ ուզում այստեղ տալ։ Ուրեմն տեսեք, նախաքննության գաղտնիքի հասկացություն կա, չէ՞, շատ եք տեսել։ Իրականում նոր քրեական դատավարության օրենսգիրքը չի օգտագործում եւ հատուկ չի օգտագործում նախաքննության գաղտնիք հասկացությունը որպես այն հնամենի կեղտոտ սովորույթների մասին վկայող բան, որի հիման վրա բոլորի բերանը փակում են եւ այլն, այն չեկայի դաժե չէ, միլիցիական բան էլի, ինչ որ երևույթ էլի, այն որ ինչ նախաքննության գաղտնիք, ասենք չգիտեմ, մարդը գրառում է արել, մարդուն բռնում ես, ինչ նախաքննության գաղտնիք, օրինակ։ Նախաքննության գաղտնիք հասկացություն չկա նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին դրույթ։ Այսինքն քննիչը կարող է, այո, իրավունք ունի, նախազգուշացնել, որ նախաքննական տվյալները չեն կարող հրապարակվել։ Եվ օրենքը խոսում է բովանդակային տվյալների մասին։ Օրինակ, ինչ որ մեկը ցուցմունքի բովանդակության մասին։ Ինչ է ասել, ինչ որ վկա։ Ինչ է հայտնաբերվել դեպքի վայրի զննությամբ։ Ինչ է հայտնաբերվել խուզարկությամբ։ Ինչ է հայտնաբերվել այլ քննչական գործողություններով։ Բովանդակությունը, բայց ինքնին հարցաքննության փաստը առանց դրա բովանդակության մեջ մտնելու չի կարող որևէ կերպ համարվել հրապարակման ոչ ենթակա տեղեկություն։ Չի կարող որևէ կերպ համարվել հրապարակման ոչ ենթակա տեղեկություն։ Այսինքն կամ այդ Սյոպիկը տեղել է խափում, իսկ մենք տեսանք իր սուտասանությունը, դառնալով մեղքերի գործարան։ Կամ ինքը տեղել է խափում, որ իրան նման բան են ասել։ Կամ էլ քննիչները ապօրինություն են թույլ տվել եւ արգելել են նրան ինչ-որ բանի մասին խոսել, որը հեշտությամբ կարող էր ինքը պարզել որևէ անգամ ցածրակարգ փաստաբանի հետ խոսելով, որ կարան ինձ արգելեն, որպեսզի ես ասեմ, որ հարցաքննվել եմ, որը պարզա որ չէ, չկա նման բան։ Նախաքննական տվյալները այո հրապարակել, արգելել կարելի է։ Ինչ խոսք։ Բայց ինքնին հարցաքննության փաստը ուղղակի օրենքի խախտում է, կոպիտ խախտում է։ Դեմա պարզա դուք ինձ կասեք, այն Գերջան, փաստաբանը գնում իր վստահորդի մոտ, բռնում են, անունը դնում են, երկու հոդված են վրան դնում, հիմա էլ չգիտեմ, մեղադրանք են առաջադրում Ռուբեն Մխիթարյանի մասին է, մյուս փաստաբանը գրառում է անում, բռնում են վատ ձևով, պոլերին տալով, ինչ իրավաբանության մասին ես խոսում, շատ ճիշտ նկատառում է, բայց մենք չպետք է մոռանանք, որ այնուհանդերձ այս բոլոր մարդիկ դատվելու են օրենքով։ Օրենքով են, չէ՞, այս մարդիկ դատվելու։ Մենք չմոռանանք, որ գոյություն ունի նման բան, օրենք եւ այդ օրենքը ինչ որ մի օր պետք է գերակայի։ Եվ եթե ամեն օր օրենքի հերը իրան կանեցում են, դա չի նշանակում, որ իրավունքի եւ օրենքի գաղափարը մենք պետք է մոռանանք։ Ոչ, մենք չենք մոռանալու այդ գաղափարը, բայց նաեւ գետնի տակ մեր ոտերի տակ գետինն ենք տեսնելու եւ այտենց օթի մեջ բաներ չենք խոսելու այն առումով, որ ասենք որ սա սենսա լինելու, չէ, այդպես չի լինելու, բայց տենց է օրենքը։
Պետք է հիշեցնենք, որ դա օրենք է։ Հիմա ասում է եկեղեցիները խլելու են մայր աթոռից։ Իսկ եթե մի օր մեր մայր աթոռը, մեր 1700-ամյա եկեղեցին, հայության առանցքը, որոշի, որ ինքը պետքա արդեն օկուպացված պետությունից պահանջի իր սեփականությունը։ Այն ինչ որ խլվել է բոլշևիկների ժամանակ, ինչ որ խլվել է դրանից առաջ, այն որ կառուցվել է եւ 100-ամյակներ շարունակ պատկանել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մատյանների մասին չեմ խոսում, այն որ եղած չեղած է Էջմիածնից տարել են Մատենադարան, այլ չեմ խոսում դրա մասին։ Որ մի օր եկեղեցին ասել է մի վարքյան է, դու ով ես, այ օկուպացիոն ռեժիմ։ Դու ինչ կապ ունես вообще այս եկեղեցու հետ։ 12-րդ դարում հիմնված, եթե չեմ սխալվում, թե ավելի շուտ, հիմնված հովանավանք է, դու ինչ կապ ունես։ Դու ինչ կապ ունես։ Այդ երբ է եղել դա պետության սեփականություն։ Բա որ եկեղեցին այդ հարցերը բարձրացնի։ Բա որ եկեղեցին այդ հարցերը բարձրացնի։ Ես չգիտեմ, եթե դրանից առաջ բարոյական եւ առաջերտին բարոյական արգելքներ կան, իսկ ով է ասում հիմա որ այդ բարոյական արգելքները կան։ Ակնհայտ ապաշտերա տեսնում ենք օկուպացիոն ռեժիմ, թշնամական հայության նկատմամբ, որը ակնհայտ, բացահայտ պատերազմա մղում հայ ինքնության դեմ։ Պատերազմա մղում հայ ինքնության դեմ։ Զրկում է հայկականությունը ամեն ինչից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուց եւ ակնհայտ է, չէ՞ որ սա ստեղի մշակած ծրագիր չի։ Սա ադրբեջանա-թուրքական հեղափոխության ուղիղ արդյունքն է 2018 թվականին։ Չգիտեմ այս ծրագիրը որտեղ է գրվել, Բաքվում թե Անկարայում, թե Ստամբուլում, թե որտեղ, ակնհայտ Երևանում չի գրվել։ Սրանք ընդամենը շատ լավ կատարողներ են այդ հայադավ ծրագրի։ Եվ Փառք Աստծո, ես սիրտս շատ կախեր, այսօր նաև Արամ առաջինին պարզաբանումները տեսա, փաստորեն փորձել է մարդը, տեսել է էլի, հիմա ողջամտության կանխավարկածով է նայում, մարդ է ուղարկել, arczepiskopos է ուղարկել, նրանց հետ խոսա։ Ասում եմ, ես մոտավորապես եմ ասացել, որ պայմանավորվածություններից դուրս վռած դրել են իրանց ուզած ձևով են ներկայացրել, էլի հերթական սուտն ու կեղծիքը։ Իրանց ձևերով։ Եվ ես կարծում եմ, սա չէ՞ որ մեր մայր եկեղեցին միայն Էջմիածինը չի, Սուրբ Էջմիածինը չի։ 4 նվիրապետական աթոռներ եւ երկրորդը մեր մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսությունն է։ Ես մեծ հույս ունեմ, անկեղծ ասեմ, որ այս հարցում արդեն դժվար է լինելու չարձագանքել ժոստկի ձևով, որ էս ինչ է կանում, արա։ Էս ինչ է կանում, արա։ Առանց դիվանագիտական տարբեր ձևակերպումների։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Ախր հիմա էլ է երևում, արդեն այդ նշանները կան, էլի։ Սա մի դաշտ է, որտեղ որ ռացիոնալիզմի, ռացիոնալիզմ առաջ օգտագործեմ, այն սովորական բանից, իրավիճակներից դուրս է։ Լավ, ում մտքով կանցներ, որ երեք այն ֆիկտիվ Գևորգ Պապոյանը հետքի լրագրողը ավելացնելու իրաց փակ խմբում։ Հետո մի քանի րոպե հետո հասկանալի է ինչ է արել, հանելու է խմբից, բայց այդ մարդիկ ֆիքսած են լինելու, որ արա, դուք դնում եք 2023 թվի պրասլուշկա, որտեղ որ, ինչ որ մի հատ ջղայնացած, չգիտեմ, երևի մի քիչ չարացած, կամ ինչ, դա էլ կհասկանանք ով է, նախկին հոգևորական, որի պատմությունը կա է դրա մասին, ինձ թվում է, ցանցում էլ կար, հիմա չեմ էլ ուզում խոսեմ։ Էական չի։ Այդ մարդը բան է անում, խոսում է կաթողիկոսի հետ իր զրույցի մասին, այսպես ասած hearsay, ինքը պատմում է, չգիտես եղել է, չի եղել, ոնց է եղել, ինչ է եղել, վրազ, րոպեների ընթացքում հանցագործության մասին հաղորդում, քրեական նախաձեռնվեց, այսինչ, այնինչ, հիմա վստահաբար նրան էլ են կանչել հարցակններ եւ այլ, բայց երեք ապաշկյարա երևում է, որ ոնց որ ինչ է ասվում, այդ տեսեք հիմա տարբերություններն էլ կասեմ, ասում է հարց է տալի, ասում է ինչու, այսինքն
այդ մարդու ասածն է, ես նորից ասեմ, որևէ կերպ չեն կարող սա ճշմարտություն ճանաչել որպես, որտեղ ինչ որ մեկը պատմում է ուրիշին երրորդ անձի հետ զրույցի մասին։ Վեհապարը իբր ասելա ընտանիքիդ հետ ինչու չես գնում հարցա տալիս միտինգի։ Էնել են դեպքում, երբ որ մենք այսքան վկայություններ ենք լսում մեր սիրելի հոգևորականներից, որ այո, մինչև 2018-ից հետո էլ հաճախ ա եղել, երբ որ անհրաժեշտությունը առաջացել գնալ այնտեղ եւ որպես սթափեցնող գործոն, որպես հնարավոր բախումները կանխող գործոն, ինչ կա դրա մեջ։ Շատ-շատերն են դրա մասին խոսել։ Շատ-շատերն են կադրերը են, որ հոգևորականները քայլում են 18 թվականի այդ ադրբեջանա-թուրքական հետո ինչպես հետո պարզվեց հեղափոխության այսպես շարքերում, որ ոստիկանությունը ինչ որ գործողությունների չդիմի, քաղաքացիները գործողությունների չդիմեն։ Այդ ամեն ինչը հեչ, հա, ու մեկ էլ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ուղիղ իր կողմից, իր խոսքերով այդ հետքի բացահայտումով հրահանգը 2020 նույն 2023 թվականի էդ էլ այլ այդպես հետաքրքիր այդպես զուգադիպություններ չեն լինում ախր։ Մի հատ մտածեք էլի, sense զուգադիպություններ լինում են նույն 2023 թվականի, որտեղ ուղիղ հրահանգում է ընտանիքների եւ ընկերների հետ գնալ ուրեմն Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այդ իրանց միտինգին նախընտրական միտինգին, վերջի միտինգին, որը օրեր առաջ էր Արցախի վերջնական հայաթափումից 2023 թվականի սեպտեմբերի 10-քանիսին։ Ուղիղ։ Բա ուրա ձեր քրեական բարույթը։ Բա ուրա ձեր հանցագործության մասին հաղորդումը։ Ուրա։ Էսա։ Так что երբ որ իրավական եւ բարոյական հիմքերի մասին է խոսում ազգային ժողովի ամբիոնից օկուպացիոն ռեժիմի պարագլուխը, то ոչ իրավական, ոչ բարոյական առումով նշույլ անգամ ստեղ չկա, ոչ մի նշույլ անգամ չկա։ Դրան էլ գումարած, բա որ մի օր իսկապես մեր մայր եկեղեցին գնահատական տա այս պետությանը որպես հակահայ պետությունը սկսիր իրավունքները իրացնել, որի մասին վստահ եմ չի մտածել կամ չի մտածում։ Ասել եմ իվարկյան, այդ եկեղեցի вообще խիա քեզ պատկան, դու ով ես։ Դու ով ես, որ քեզ պատկանի։ Ես եմ եղել հայկականության առանցքը 1700 տարի։ Այո, քեզ որպես պետություն հարգում եմ, ընդունում եմ, տրամադրել եմ։ Բայց եթե դու դադարում ես հայկական լինելուց, դառնում ես ադրբեջանա-թուրքական շահերի սպասարկող, եկեղեցի քանդող, դու ինչի պետք է դա սեփականության իրավունքով ունենաս։ Բա որ մի օր մտքով անցնի եկեղեցու։ Տեսեք, ես արագ, շատ արագ դրա մասին բան արեցի, որտեղ հիմա է պետք դրա մասին մտածել եւ խոսել։ Հայ առաքելական եկեղեցում բոլոր որոշումները, ինչպես ցանկացած այլ առաքելահաստատ եկեղեցում, կաթոլիկ կլինի, ռուս ուղղափառ, վրաց ուղղափառ, մյուս նման եկեղեցիները բոլոր ուղղափառ եկեղեցիներում, այսինքն ճիշտ դավարանք ունեցող եկեղեցիներում դա է նշանակում ուղղափառ։ Միապետական է կառույցը։ Կաթողիկոսն է, վեհապառ հայրապետն է, որ բոլոր որոշումները կարող է կայացնել, ցանկացած որոշում, եւ մենք էլ այդ որոշումների կատարողները կլինենք։ Իրավաբաններին կհանձնարարի պատրաստել փաթեթներ, կպատրաստենք փաթեթներում, ինչ ուզի էդ կհանձնարարի։ Իսկ այդ չարափառ եկեղեցի բառն էլ չեմ օգտագործում։ Խմբակը, որը որ հայ առաքելական եկեղեցին տրոհելով փորձում են հիմնադրել կամ դրա մասին են այսպես մտածում։ Ուղղակի այնքան են նման բաներ եղել պատմության մեջ, այն որ հետքնել չի մնացել սկի։ Այն որ հետքնել չի մնացել սկի։ Անկախ ամեն ինչից, անկախ այդ ուժային կառույցների, բաների միացնելուց նրա ճակատագիրը պարզ է 1700-ը 1700 ենք ասում, խի 1700 1950-ը եկեղեցու դեմ են կռիվ տալի Թադեոս Բարդուղիմեոս առաքյալների հիմնած կառույցի դեմ են կռիվ տալի Աստվածային հենք ունեցող կառույցի դեմ են կռիվ տալիս
Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով ստեղծված կառուցված մայրաթորի դեմ են կռիվ տալիս։ Ես կարծում եմ բոլորս այստեղ վհատվելու բան չունենք, որտեղ այն ինչ որ մեզնից հաստում է մենք պետք է միանշանակ իրականացնենք։ Միանշանակ։ Բայց միաժամանակ մտածենք, որ սա աստվածային հարց է եւ վերևն աստված կա եւ այդ մարդիկ իրանցը ստանալու են, նույնիսկ ես վախենում եմ մտածել, թե ինչ էր լինելու իրանց հետ։ Այն որ ասում են աղոթելու, որ երևի թե իրանց համար պետք է աղոթել, որ խելքները գլուխները հավաքեն։ Շատ վատ բաներ են անում, շատ վատ բաներ են անում։ Այս ծոպիկը սարից լավ գիտի, ինչ է իր արածը, ինչ նզովքի աշճան բան է իր արածը, շատ լավ գիտի դա։ Հատկապես նա, այն նրանք էլ գիտեն։ Թերևս այսքանը, շնորհակալություն։